Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը։ Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են բացառապես իրանական միջուկային ծրագիրը եւ արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Բանակցություններն անցնում են անուղղակի ձևաչափով Օմանի միջնորդությամբ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ Իրանական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Զուգահեռ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին։ Իրանական կողմը շարունակում է պնդել, որ չնայած Վաշինգտոնի պահանջներին չեն դադարեցնելու ուրանի հարստացումը։ CNN-ը գրում է, որ բանակցությունների ժամանակ կարող է անդրադարձ լինել նաև Իրանի օգտակար հանածոներին Միացյալ Նահանգների հասանելիության հարցին։ Թեհրան-Վաշինգտոն լարվածության, Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման եւ Հորմուզի նեղուցում Իրանի մեկնարկած վարժանքների ֆոնին Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևն էլ հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը նավեր են ուղարկել մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք առաջիկայում կանցկացվեն կրկին Հորմուզի նեղուցում։ Ժնևում մեկնարկել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը անվտանգության եւ ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով։ Հանդիպման առաջին օրվա արդյունքներով հայտարարության պետք չէ սպասել, քանի որ շփումները կշարունակվեն նաև փետրվարի 18-ին։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ մտահոգություն է հայտնել, որ չնայած դիվանագիտական գործընթացներին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում հանրապետությանը, հատկապես էներգետիկ օբյեկտներին, այդպիսով անտեսելով խաղաղության ջանքերը։ Մոսկվան հասկանում է միայն ագրեսիայի լեզուն, նրանք լուրջ չեն ընդունի դիվանագիտությունը, եթե այն չուղեկցվի ճնշումներով, շեշտել է Անդրի Սիբիհան, կոչ արել արևմտյան դաշնակիցներին պատժամիջոցներ կիրառել։ Կատարի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտել արևմտյան ափի տարածքների պետական գրանցման մասին Իսրայելի որոշումը։ Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, նման քաղաքականությունը վտանգավոր էսկալացիա է, որը կհանգեցնի լարվածության եւ անկայունության աճի ինչպես Պաղեստինի տարածքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Ըստ նախարարների, այդպիսով կամրապնդվի Իսրայելի հսկողությունը եւ Պաղեստինյան օկուպացված հողերի նկատմամբ անօրինական ինքնիշխանությունը։ Արաբական եւ իսլամական երկրների դիվանագետները կոչ են արել միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել եւ հստակ ու վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները խոչընդոտելու համար, ինչպես նաեւ թույլ չտալու, որ տարածաշրջանում խաղաղության ջանքերը ձախողվեն։ Իսրայելի որոշումը դատապարտել է նաեւ Եվրամիությունը։ Պակիստանի Հայբեր Պաթունվա նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել է 10-ից ավելի անվտանգության աշխատակից, կան վիրավորներ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Լրատվամիջոցների տվյալով պայթուցիկով ավտոմեքենան պայթել է Բաջաուրի շրջանի անցակետում։ Պակիստանի իշխանությունները ահաբեկչության համար մեղադրել են Թեհրիկ-e-Թալիբան Պակիստան շարժման գրոհայիններին։ Նշվում է, որ իրականացվել է պատասխան գործողություն, որի ընթացքում չեզոքացվել է 12 ահաբեկիչ։ Դիանա Գասպարյան, լուրեր։